այդպես հրամանատարություն Հայաստանի ամիսների ընթացքում որևէ մի բարձրաստիճան զինվորական ներկայացան կորպուսի ուղղակի ձեր զորամասի հրամանատարից ավելի զինվորների հաշտարի Պարոն Նարոկյան, ես ստուգ այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ներկա չեմ գտնել այդ այցելությունների ժամանակ նման մատերել են թե չէ։ Ես չեմ կարող պատասխանել հարցին, դա սենց հարց ձևակերպել։ Ով մեր ողջունի համակարգը Սենց վերևից կան, պաշտպանության նախարարը իմանալ գիտեր, թե պարտադիր չէ, որ գլխավոր շտաբի պետը, ծառայության պետը, չեմ կարող պատասխանել։ կորպուսի հրամանատարը, բնականաբար արդեն կորպուս օղակը ենթակա ստորաբաժան կարող եմ անդած դրանց վերադասից։ Ինչ իմանալ, տեղակենքը չէ։ նկատի ունեմ զորքերի տեղակայնով վայրի վերադերյալ, մինչև երնախի կարգով, մինչև որ փուլն է հասանելի, որ փուլն է զեկուցվում, որ այս ինժեներական ծառայության կազմակերպման վերաբերյալ, թե ինչ փուլերով ու ինչի ազերուսը, որ ես իմանալ։ Եթե կենտրոնացման շրջան, պարոն Նորոկյան, այսօր որ վերցնում ենք մենք տոն հասկանում զորանոց, դա այն զորանոցը չի, որ պաշտոնական ակտով բալանսին նստծրած է պաշտպանության նախարարության, որ պաշտպանության նախարարությունն էլ նստծնի զորամասի վրա և հաշվառվի։ Այս շատ ճիշտ եք ասում, հիմա որտեղ ասել պատմական կամայական տեղ ասել են գնացեք մնացեք։ Էդի որոշել է ինժեներական ծառայությունը, ծառայության պետը, դա կենտրոնացման շրջանը։ Ես չեմ ասում գիտեք, ես ուզում եմ համակարգը, մեխանիզմը հասկանալ։ Ասեցի, դա որոշում է իր մարդական գործողությունների ժամանակ իրան նպատակը որտեղ է, որ հատվածում է, որ գոտում է, որ շրջանում է, ինքը ձևավորում է կենտրոնական շրջան։ Կենտրոնացման շրջանում կարող է չտներ, դներ դաշտի մեջը մի հատ կարտոշի պայմանով։ Ես ուզում ես հարցի պատասխանը ստանալ, չգիտեմ ումից դուր չեք, ես էլ մարդու ստանալ։ Մեկը պետք է լինել է տեղ, որ գար տեսնել ասել ստեղ զինվոր բայում տեղը չի։ Այստեղ պահողին էլ պետք է դատել, այդտեղ թույլ տվողին էլ պետք է։ Ով այդ զոնակը, ասեք ես էլ մարդու։ Պարոն Նորոկյան, ես նորից եմ ասում, ով է որոշում, որ այդ կենտրոնացման շրջանը, այդ տեղը, այդ տունը օրինակ։ Այդ գետնատնակը պետք է լինի կենտրոնացման շրջան։ Այդ ով է որոշել, պարոն։ Ով է որոշել, հրամանը, ես չգիտեմ, ով է որոշել, ինժեներական ծառայության պետը։ Լավ է դες ձեզ կար քիսի պաշտոնատար, քիսի զինվորական։ Ինժեներական ծառայության պետը որ ընտրել է բանը, կենտրոնացման շրջանը, որ գտել է որ ինքը պետք է ազատ դու այդ տանը իրար բանը, ինժեներական բաշտի կենտրոնացման շրջանը։ Դա իր մարդական փաստացիներով որոշի ներկայացվելը ինժեներական ծառայության պետը։ Շատ լավ, ինժեներական ծառայության պետը Տիգրան Ղազարյան ինչ-որ հրաման արձակել, չգիտեմ, ստուդենտ բարձր հրաման արձակել, որ այս ազատագրը պետք է բնակավորվի։ Այդ մարմինը ով պետք է լինի, որ կան ասել Տիգրան ջան, ապրես, քեզ նա մեդալ են տալիս, կամ էլ ասել քեզ Իրա ծառայությունով իրա վերադասնել ես չգիտեմ։ Все պետք է դիք բանը, ըստ ծառայություններով ընտրված վայրը։ Ամենքներ նույն հաջորդությամբ կարող է 4 հատ ծառ լինել, պարոն Նորոկյան։ Ավելի գլն լավ կրնել, միան 20 տեղանոց վրան է։ Աստեղ տունը։ Ինքը ինքն է որոշում այդ կենտրոնացման շրջանը ինքն է ընտրում, թե որտեղ պետք է լինի։ Ես ուզում եմ գիտեք ինչ, ես ուզում եմ գիտեք չեմ հասկանալ, անկասանալի հասկանալ։ Ես պատահական չի 11 ամիսների ընթացքում ես հասկանում եմ, դա ընդհանուր հասկանալ է, որ դուք չեք եղել այդ որոշումը, որտեղ դուք ավելի ուշ եք դրանցում զինվորական ծառայության։ Լավ, այդ 11 ամիսների ընթացքում որ դուք եք եղել արդեն զորամասի հրամանատարի տեղակալը, այն որը դուք երկու հրամանատար եք թողել, ճիշտ է։ Այդ սկզբից գնաց մեկ ուրիշ հրամանատար ա եղել, որքան նոյեմբերին որ ականնակ որքան փոխարինել որ հրամանատար դարձել։ Այսինքն այդ ամբողջ ժամանակահատվածում եւ Արգամը եւ այդ նախորդ հրամանատարը եւ դուք եւ ձեզանից բարձր կորպուսի զորամիավորման օղակի հետ մակարդակով երբևէ այցելել են այդ կացարան, տեսել են այդ չափանիշները, որոնց պայմաններում ապրել են այդ զինվորները։ Պարոն Նորոկյան, ես պարտավոր չեմ իմանա
դերը վերակացներից ով է ժամանեց զորամաս, թե որտեղ են գնացել ու դրա պլյուս ինչ որոշումներ են կայացել։ Բայց ես մտածում եմ, եթե գնացած լինեին ու այդ կենտրոնացման շրջանը ինչ-որ մի կարգի չհամապատասխաներ, բնականաբար իրանք միջոցներ կձեռնարկեին, կասեին, այս կենտրոնացման շրջանը չի համապատասխանում տեղին վայրին բնակվելու։ Մենք ընդրեք մեկ ուրիշ է։ Ես նման հաշվի եղել, ես մտածում եմ, որ խնդիր չի եղել, որ բարձրացնեմ։ Ձեր պատկերացման կամ ձեր պատասխանից կարող եք հանդել հետևության, որ այդ կացարանը համապատասխանել է չափանիշներին։ Եթե համապատասխանել, ազատ կլինի։ Պարոն Նորկյան, ինչ տեսակետով, որպես մարտական հերթապահության կրող ստորաբաժանման, Հարց մի ու է, հարց։ ես ուզում եմ հարցը Հասկանելի է հարցը, դուք եք որում հասկանան։ ինքը պարոն Նորկյանը ասում է, այդ անձնակազմի, ես ուզում եմ իմանալ, եթե այդ անձնակազմը, պարոն Նորկյան, մարտական հերթապահություն է իրականացնում, այո, համապատասխանում է, մարտական հերթապահության իրականացնող ստորաբաժանումից, ընդեղ նայած իրար տեղանքից ելնելով, պետք է 3-ից 4 հոգի, այո, պետք է դուրսը լինեն, բոդրի պետք է լինի, կապի վրա պետք է լինի, 22 հոգուց 8 հոգի պետք է դուրսը լինի, իրականացնի պաշտպանություն, պահպանություն։ Բայց արդյոք այդ անձնակազմը այդ կացարանում իրականացել է մարտական հերթապահություն։ Ես չգիտեմ, ես չեմ ստորաբաժանման դրա մարտական, ես ինչ իմանամ, ինչ ձևի է ինքը իրականացնում, ես բազմից անգամ դրա համար եմ ասել, հիմա ինքը բարեկային ծառայություն է կարգավորել, պահականի թե մարտական հերթապահությունն է, այդտեղի պահապանում, որովհետև ամեն մեկը ուրիշ բան է, բարեկային ծառայություն իրականացնելուց պետք է իրականացնի սրի դանակով, գիշերային ժամերում նոր թույլ տան զենք զինամթերքով։ Ինչ ձևի ունի, ես շատ եմ անում, պարոն Նորկյան, ինչ ձևի է կազմակերպված, որ այդ ձև հարցին պատասխանել։ Դուք եք եղել այդ հրամանատարի տեղակալ։ Ես եղել եմ թիկունքի գծով, պարոն Նորկյան, ես չեմ եղել շտաբի պետը, չեմ եղել անմիջապես հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ է, որ գնամ տենամ մարտական պատրաստվածությունը տվյալ ստորաբաժան։ Մյուսն, ես եղել եմ իմ հոգսելով, ես ասեցի, չեմ ուզում թիվ ասել, բայց ասեցի, ամբողջ Վարդենիս քաղաքում, ինչպես նաև իր որոշ համայնքում գյուղերում, շենք շինություններում, պետական, տենապի, սեպական, սա ընկած անձնակազմը տեղավորվել, ու այդ տեղակ մարդիկ կանալիզացիա է, գնացել են մնալում, տայնում են կանալիզացիա։ Ես շատ իրանալ, Այդ ինչ-որ ասում եք, ով է դրա համին, որ ձեր նշացած տարածքում այդպիսի շենք շինություններ ստեղծեն կամ տեղավորել են սիմվոլների։ Տեղյակ եք դրան։ Ըստ հրամանատարությանը գնաց է գտել է։ Զորամասի հրամանատարին է վերաբերվում, թե այլ կողմուսի իրոք է դրություն, այդ դակությունից հետո չէ դարձած։ Այո, զորամասի հրամանատարի որոշումով որոշվել է, որ այս շենքը յուղարկե օրինակ։ Շուրան գրանց է, խոսած է, խնդրել եք, ծել եք գաղթել, տարածքը դուր մնա։ Մարդը տվել եմ մնացել է, հետո ներկայացվել է, որ ես ինչ, նախին յուղարկը ես ինչ տեղը, տեղակայվել է թիկունքի ծառայություն։ Դրուժբա ռեստորանում, Վարդենիս քաղաքում 3-րդ գումարտակը։ Ու դեն շարունը, խաչակտուր գյուղի մանկապարտեզում 2-րդ գումարտակը։ Էդի որոշվել է որոշումներ, ես չեմ այդ որոշողը։ Բայց չասեք, հարցը չու է, որ դուք եք որոշել։